կոլեկցիաներից բաժանենք ուսումնասիրենք հերթը, ինքը նման է ստեկին և փորձենք ներկայացնել նրա ջեներիկ տարբերակը։ Տեսեք, եթե ասենք ստեկը համարենք այդպիսի վեկտոր, տարածք, ստեկը ինչ էր անում, ստեկը այստեղից մուտք էր կատարում, նույն տեղից ելք էր կատարում, եթե մի գծի վրա ցույց տանք։ Հերթը ստեկի նման է։ Հերթը ասում է մուտք անկանում այստեղից և ելքը մյուս մասից, ինքը տվյալ ծավալի մեջից։ Ինչն է հետաքրքիր, որ ստեկի նման ինքը եթե դուք հերթի տարածք եք ստեղծում, ապա ամենասկզբից ինքը 0 է լինում, այսինքն լրիվ դատարկ տեխնոլոգիաների տակ է լինում։ Ինքը վերցնենք, սա լրիվ դատարկ է, և ըստ հացեի մի տեղից կմտնի, երբ որ երկուսի այն աստիճաններով, այսինքն երկուսի աստիճաններով այդպես վերցնենք, եթե ես ասենք 1, 2, 3 եմ վերցնում, ինքը 4 տեղ է վերցնում։ 5-րդ տեղի ժամանակ արդեն վերցնի 8, երկուսի աստիճաններ ստացվեց։ Դա է մեր քոեն։ Առաջինը ստեկի նման ինքը անդադ կմեծանա, և երկրորդը ես ինչ եմ անում, ինքը չունի ցանկացած տեղից կարդալու իր հնարավորությունը, ինչպես ստեկը, այսինքն ունի I-list, չունի I-list ավելի շուտ, եթե ունենար կստացվեր, եթե I-list-ը կա, կարող ենք ցանկացած տեղից կարդալ, ցանկացած հասցե։ I-list-ի իմաստը նա է, որ array-ի նման ինդեքսացիայով, ասենք եթե սա ինչ-որ մի հատ A տեղ է, ինդեքսացիայով կարող ենք աշխատել, սակայն ինչ ինդեքսացիան գոյություն չունի, քոեն նույնպես լիստի նման, չունի ինդեքսացիա, ինքը ունի մի մուտքի տեղ և մի ելքի տեղ։ Հերթ է կոչվում, ինչպես որ լույս խանութներում այդպիսի հերթ է կանգնում մատակարարման հետ կապված։ Փորձենք ինքը կոչվում է FIFO համակարգ, first in, last FIFO, first in, first out, այսինքն առաջին մտած առաջինն է բավարարվում և հերթականությամբ այստեղ իրենք տեղավորվում են։ Պարզ է, ամենասկզբից կարող ենք մենք տեղ հատկացնել, և այդ տեղը կարող ենք վերցնել ինչ-որ մեծ քանակությամբ n, չի խանգարում։ Կարող եմ ասել, որ ուղղակի եթե մենք տեղ չենք հատկացնում, ինքը տեղ է հատկացնում կախված մուտքերի քանակից, բայց չմոռանանք դա կլինի երկուսի n աստիճաններով, երկուսի աստիճաններով ավելի շուտ, այդպես վերցնենք։ Վերադառնանք տեսնենք մեզ մոտ ինչ է կատարվում, ուրեմն նրա ջեներիկ տարբերակը մենք ուսումնասիրենք, իսկ ջեներիկ տարբերակների իմաստը միշտ գիտենք, դա տիպերի անվտանգությունը և ընդհանրապես boxing unboxing-ի հեշտությունը, այսինքն մենք օբյեկտներից անցումներ չենք կատարում և այլն։ Այդպիսով FIFO համակարգն է աշխատում և միանգամից մենք փորձենք տեսնենք հերթ collection-ը ինչ ինտերֆեյսներ է պարտականություն վերցնում։ Սկսենք ինտերֆեյսներից։ Ուշադրություն, ունի enumerable, նշանակում է for each-ը կաշխատի, այստեղ էլ է հերթականության տեխնոլոգիան աշխատում և ինչն է հետաքրքիր, որ հերթականության իմաստը հետևյալն է, համարակալում կա լիստի նման, սակայն ամբողջ ինքը կարդալու ունակություն ունի։ Եվ collection-ը, որ իրավունք ունի մի բան ավելացնի, մի բան հանի, այսինքն մենք կարող ենք այնտեղ գործողություններ անել, ջնջել, ավելացնելու, ստեղ մենք ջնջելը չունենք, բայց ավելացնելու տեխնոլոգիան կա։ Ստեկի նման շատ քիչ հրամաններ են, կամ ավելի ճիշտ կարևոր հրամանները այդքան շատ չեն։ Ստեկում pick, push-էր և pop-էր, այստեղ decay և enqueue է կոչում։ Եթե էլեմենտ ենք ավելացնում enqueue հրամանն է, decay-ն հեռացնում է, կարդում և հեռացնում է, pick-ը ցույց է տալիս, որ էլեմենտն է սպասվում,
բայց մենք իրեն չենք հեռացնում, միայն տեսնում ենք, որ հաջորդ էլեմենտը որն է։ Բայց նախորդում ստեկում ունի հատկանիշ, ասենք, քանակը որքան է եւ շատ հետաքրքիր prim access, որը նույնպես ստեկի նման մենք իրավունք ունենք իրեն ստեկի նման չէ։ Մենք իրավունք ունենք prim access-ով array list-ի նման կամ list-ի նման լիստի նման մենք կարող ենք էլեմենտները համապատասխանացնել տվյալ տարածքի հետ։ Այսինքն, եթե ես վերցրել եմ, ենթադրենք 9 էլեմենտ, պարզ է ինքը տեղավորի, ասենք տեղ կհատկացնի 16, որտեղ 8-ից անցել ենք, 9 էլեմենտները, երբ որ մենք կլցնենք, 16 կլինի եւ RAM-ում ինքը ավելցուկային տեղ կունենա, այսինքն RAM-ում ինքը 16 տեղ է գրում, 16 էլեմենտանոց տեղ տիպից կախված։ Ահա մենք իրավունք ունենք prim access-ի միջոցով այս հատվածը հավասարացնել, այսինքն նրա զբաղեցրած ծավալը նախնական թույլատրված ավտոմատ հավասարացնել էլեմենտների քանակին։ Եվ շարունակենք, եթե ասենք օրինակների հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, այլ լիստի նման գրած է, որ դիմել չեն կարող ինդեքսով եւ երկուսի աստիճաններ, ամեն ինչ նշվեց։ Օրինակից հետո մենք վերջացնենք այս փոքր հատվածը դասի։ Փորձենք։ Մենք կարող ենք նայել ինչպիսի տեխնոլոգիաներ կա, մենք կարող ենք նույնիսկ object-oriented garbage collector-ի memory-ով փորձել նշատացնել ծավալը։ Քո օբյեկտ ենք ստեղծում, չի բացառում, որ օբյեկտը կարող է կոնստրուկտորով մեծ քանակ վերցնել, իսկ եթե մեծ քանակ չի, ինքը զրոական է, զրոականից հետո 4-ից ավելի շուտ առաջ էլեմենտից հետո որքան հիշում 4 է ինքը տեղ վերցնում։ 4-ից հետո, եթե 4-ի սահմանը կանցնենք 8 կվերցնի եւ նմանատիպ 16-32։ Մենք վերցնենք որևէ մի հատ կլաս, կոնստրուկտորով իրեն արժեքներ կտանք, ավելի շուտ մենք կվերցնենք կլաս, որտեղ մենք արժեքներ կտանք, ուղղակի override to string-ով մենք կարող ենք իրեն հետևել տեսնել։ Քույն թողնենք դատակ, 3 էլեմենտներ կվերցնենք, for each-ով կնայենք, ցուցադրվում է, որ enumerable-ի շնորհիվ է, որ այդ ինտերֆեյսի շնորհիվ է, որ ինքը for each աշխատացնում, մենք count-ը կտեսնենք, պարզ է, եւ փորձեմ count, այ միջև այս count-ը մենք եկեք նայենք, ունենք ինչ-որ քանակությամբ էլեմենտներ, ահա, ասենք, 3 անուններով, 3 տարիքներով ենթադրաբար, count-ը տվեց 3, տիք արեցինք, տիք նշանակում է ստեկի վերջ եկած առաջինն է կարդում, դրա համար ես 23 անիով ցուցադրի, հետո կհանի, հանելուց էլ է ցույց տալի, հետո ցույց կտա պիքով, ասինքն ես որն եմ ուզում ընտրեմ, պիքը նույնպես համընկնում է, ասինքն ստուգում այդ հրամանը, դքոյով ինքը նույնպես կհանի, եթե մենք երկու հոգի արդեն կարդացել ենք, ինքը կմնա նույն ձևով, այսինքն ինքը կմնա մի էլեմենտ, ահա այստեղ էլեմենտ կլինի եւ ես կարող եմ իր տարողությունը, այսինքն ես կարող եմ տեսնել մենք բանով տեսնենք, garbage collector-ով մենք իրեն կտեսնենք եւ ինչն է հետաքրքիր, որ մի հատ էլ որ մենք իրենք հանենք, այսինքն count-ը, պետք է որ արդեն քիչ քանակ լինի։ Հիմա ինքը դիտված կարգ է, որ այստեղ արդեն count-ը եթե ես նայեմ, այս count-ը, ինքը վերջում արդեն 0 կլինի, եւ պարզ է, որ մի հատ էլ մենք փորձենք հանել, ապա ինքը պետքա պրոբլեմ ունենա, այն առումով, որ չի կարող։ Դրա համար ցանկալի է try catch-ի մեջ գրել, նա կարդացումը, ընթերցումը եւ գրանցումը, եւ տեսեք, ուրեմն ստացվում է, որ եթե ես մի հատ էլ փիք անեմ, ցանկալի է
exception-ում իրեն տեղադրել, try-ի մեջ տեղադրել, եւս մի անգամ նայել եւ փորձել հանել, ստացվի, որ ինքը արտակարգ իրավիճակ կհարուցի եւ արտակարգ իրավիճակը կլինի այսպես։ Finally-ում դեռ ոչինչ չենք դրում։ Նայենք։ Ամենավերջը ստացվեց 0 եւ queue empty, այսինքն դատարկ է։ Այս exception-ը իր message-ով մեջը գրված է, ինքը դատարկ է։ Եթե ես հանկարծ try catch-ը հանեմ, այսինքն ես ցանկանամ իրեն try catch, եկեք լրիվ հանենք, սենց լրիվ լնջենք, այս պարկով, տեսեք, ես եւս մի անգամ ցանկանամ իրեն աշխատացնել, ինքը կտա unhandled exception, այսինքն ըստ արտակարգ իրավիճակների, invalid operation exception է տալիս, հիշացնում եմ, որ ինքը empty է նստած, այսինքն դատարկ է։ Եվ վերջինը, ամեն դեպքում եկեք մի հատ ծավալ վերցնենք, տեսնենք մենք կարող ենք այդ ծավալից օգտվել։ Տեսեք։ Հիմա մենք դատարկեցինք լրիվ, փորձեցինք հանել եւ trim access-ը լավ կլինի finally-ում գրել։ Մենք մեր trim access-ը finally-ում չենք գրի։ Մի հատ օգնություն garbage collector-ին memory-ին երկու անգամ նայելը միայն նրա համար ու առաջին նայելուց հետո resource-ը մտնում, երկրորդը տարբերվում է, երրորդը արդեն չի տարբերվում։ Եթե ես երկու անգամ նայում եմ, եկեք սենց այսպես անենք, տեսեք, ես նայում եմ memory-ին, տեսնում եմ, որ 85-94, եթե ես այս ծրագիրը, սա հին գաղափար է, .NET-ի գաղափարներից այն առումով, որ ծրագրի տվյալ հրամանն էլ է resource վերցնում։ Պարզ է, որ սրանք համընկան, որովհետև մոտավորապես resource-ը չի, կատարման resource-ը չի վնասում, չի խանգարում։ Եվ պարզ է, մենք ցանկանանք վերջում էլ նայել։ Պատառեմ ավելացնում, այս trim access-ի հետ կապված օրինակը լավ չցուցադրվեց։ Փորձեմ օրինակ եւս մի անգամ ցուցադրել, տեսեք, մենք այս օրինակ ունենք, այստեղ ուղղակի պետք է խոշորացնել հիշողությունը, որ այս trim access-ի օրինակը ճիշտ աշխատի։ Իմ նշածում մոտիկ թվերի տեխնոլոգիա էր աշխատում, resource-ները տարբեր ձևով խանգարեցին, չկապացուցվեց trim access-ի լինելիությունը։ Հիմա կապացուցենք։ Այստեղ նշված է հուշում, չէ, ուշադիր չեմ եղել, որ այս տարբերակը վերցնել, ասենք 64,000, ասենք շատ մեծ քանակով տեղ, եւ այս շատ մեծ քանակով տեղը վերցնելուց հետո ես կարող եմ memory-ները ստուգել։ Memory-ները ստուգում ենք եւ memory-ները վերջում ենք ստուգում, բայց trim access չենք տալիս։ Ոնց ծրագիրն է, ոչ մի նշանակություն չունի։ Աշխատացնում ենք։ Տեսեք, ինչ որ 667, իսկ այստեղ 94։ Ես ավելի մեծացնեմ, ինքը ավելի կլինի։ Հիմա մնում է մենք որոշենք, թե իսկապես, եթե try finally-ում գրենք թվերի քանակը կամ անդամների քանակը իր նախնական զբաղվածության տեսակետից հարմարացնել, այսինքն ինֆորմացիան եւ նախնական տարողությունը կամ զբաղեցրած տարողությունը հարմարացնելը հավասարացնել մոտավորապես, հիմա օրենքով այս հրամանից հետո պետք է ինքը աշխատի շատ ավելի քիչ։ Տեսեք 87,000, սա կարևոր չի, մեծ թվեր են, փոքր թվեր, 94-ն ու 87-ը մոտիկ են այդ առումով։ Եվս մի անգամ կաշխատացնենք, ինչ որ փոքր թիվ է ստացվում։ Եթե trim-ը հանում ենք եւ փորձում ենք աշխատացնել, ինքը ավելի մեծ 599։ Մենք այդ մեծությունը եւ մի անգամ խոշորացնենք մի 0-ով, եթե թույլ տա, չափը չեմ իշխում, մաքսիմալ չափ կա, թե չէ, տեսեք, արդեն անցա 5 միլիոնը։ Այդպիսի գեղեցիկ ապացույց կապված trim access-ի հետ, որը հավասարացնում է տարողությունը queue-ի, այսինքն հերթի տարողությունը իր զբաղված հիշողության տարողությունը իր զբաղված էլեմենտների հետ։